Դենտո ֆուդոկան շոտոկան կարատեդո մարտարվեստը լինելով Ծագումով արևելյան Հայաստան մուտք գործելուն պես հաջողություններ գրանցեց նաև հայ մարզիկների շրջանում։ 1992 թվականին Սուրեն Օչինյանը ձեռնամուխ եղավ Լոռու մարզում մարտարվեստի մարզական դպրոց հիմնելուն, իր ունեցած գիտելիքներն ու փորձը պատանիսաներին փոխանցելու, նրանց ֆիզիկապես եւ հոգեպես կրթելու նպատակով։ Համաշխարհային ֆուդոկան կարատեդո ֆեդերացիայի հիմնադիր Իլյա Յորգայի կողմից մարտարվեստը որպես գիտություն, հոգեբանություն ուսուցանելու մեթոդը որդեգրեց նաև նա։ Մի քանի տարիների ընթացքում մի շարք դպրոցներ հիմնվեցին Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում։ Հայաստանի անկախ հանրապետության հետ ֆեդերացիան այս տարի եւս տոնում է իր 20-ամյակը։ Ներկային հյուրեր մարզի եւ հանրապետության տարբեր անկյուններից, տարբեր ոլորտներից։ Տոնական ցերեկույթին ներկային նաեւ նախկին սաները։ Սուրեն Օչինյանն ի թիվս բազմաթիվ նվերների ու պարգևների արժանացավ Լոռու մարզպետի շնորհավորագրին։ Տոնական հանդիսությունն ինքնատիպ էր ձևով, դահլիճում իշխում էր արևելքի ոգին։ Վանաձորի հայտնի համույթներն ու պարային խմբերը ներկայանում էին կիմանոներով, պարերում ներառվել էին մարտարվեստի էլեմենտներ։ Սկսած 2000 թվականից ֆեդերացիան համագործակցելով զինված ուժերի եւ փրկարար ծառայությունների հետ ելույթներով հանդես է եկել զորամասերում մարտարվեստ ուսուցանել զինծառայողներին։ 2001 թվականից մինչև այսօր Դենտո ֆուդոկան շոտոկան կարատեդո Լոռու եւ Տավուշի մարզերի ֆեդերացիան ունեցել է 33 սև գոտիներ, որոնցից 20-ը սև գոտի առաջին դան, 9-ը սև գոտի երկրորդ դան, 3-ը սև գոտի երրորդ դան։ Նշված մարզիկների շուրջ 1 տասնյակը որակավորված մարզիչներ եւ մրցավարներ են։ Սենսեյ Սուրենը խոստովանում է կարատեն աստծո պարգևներ։ Ուներ այլ մասնագիտություն, սակայն դժվարին օրեր էին, ստիպված եղավ փոխարինել պատերազմ մեկնած մարզչին։ Ճակատագիրը նրան էր վերապահել մարտարվեստի հետագա զարգացումը։ Ես կարողացա ստեղծել մի մեծ ընտանիք, մի շատ մեծ ընտանիք, որ ինքը ֆուդոկանն էլ կոչվում է տուն ամուր ընտանիք, տուն ամուր հիմքերի վրա, որ փիլիսոփայական իմաստով դա նաև ընտանիքի ամրությունն է, որ ընտանիքի բոլոր անդամները, սկսած մեծից մինչև փոքր, պետք է կարողանան մտածել այդ ընտանեկան ցանկացած հոգսերի մասի եւ ուրախանան ամեն մի հաջողության համար։ Ինչպես Սենսեյ Յորգան էր 10 տարի առաջ արդեն Վանաձորում, երբ որ առաջի անգամ այցելեց, ասեց, որ ես վստահ եմ, որ իմ մահից հետո ֆուդոկանը կապրի։ Այսօր ես եմ վստահացում, որ ինձնից հետո էլ ֆուդոկանը կապրի։ Այսօր արդեն ֆեդերացիայի դպրոցները գործում են Լոռու եւ Տավուշի մարզերի 6 քաղաքների 15 մարզադահլիճներում, որտեղ մարզվում են 300-ից ավելի սաներ։ Նրանցից շատերը մարզային, հանրապետական եւ միջազգային մրցաշարերի հաղթողներ եւ մրցանակակիրներ են։ Այսօր տեսանելին արդյունքն է, ասում է Դենտո ֆուդոկան շոտոկան կարատեդո մարտարվեստի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Ավետիսյանն ու ավելացնում. քչերը գիտեն, թե ինչ դժվարությունների եւ տաժանակիր աշխատանքի արդյունքում է ձևավորվել այն, ինչ ունենք։ Եվ դա մի մարդու շնորհիվ, ում համար մարտարվեստը կյանքի գործ է, եւ ում շնորհիվ այս մարտարվեստին են նվիրվել եւ նվիրվում նաեւ նրա սաները, շարունակելով մարզչական ուղին։ Սուրեն Օչինյանը մարզիչների հիմքն է։ Սուրեն Օչինյանը եւ իմ գոլեգան է, եւ իմ ընկերն է, եւ իմ աշակերտն է։ Սուրեն Օչինյանի աշխատանքը, եթե ունենայինք Սուրեն Օչինյան այլ մարզերում, այս վիճակի լիներ այլ մարզերի ֆուդոկան կարատեն նույնպես, ուրեմն մտածելու ոչինչ չէինք ունենա։ Այսինքն ես կարող էի հանգիստ տեղափոխվել այլ երկիր։ Հանդիսության բաղկացուցիչներ նաև տոնական առաջնությունը, որը Հայաստանի առաջնության նախընտրական մրցաշարն էր։ Մասնակցում էին 80 մարզիկներ Լոռու եւ Տավուշի մարզերից։ Հաղթողները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով եւ գավաթներով։ Ցերեկույթն ավարտվեց, աշխատանքը շարունակվում է։ Մարզիչներն ու մասնակիցներն արդեն նոր լիցքերով պատրաստվելու են հանրապետության մրցաշարին։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։